Օծի պես խայթող այսօրվա մեր քարոզախոսության վերնագիրը օծի պես մեկ էլ կարիճը, հա, սկարպիոն, ուրիշ մի տեսակի սարդ էլ կա, անգլերենով կոչվում է black widow, նա էլ խայթում է և թունավոր է, բայց մեր բերած օրինակներից ոչ մեկը, օծի պես խայթող, ինչ է, գինին, եկեք կարդանք, անշուշտ երբ որ ասում են գինին, պիտի ընդհանրացնենք բոլոր ոգելից խմիչքները, կարդում ենք առակաց Proverbs 23-րդ գլուխ 29-ից 35 համարները, ումն է վայը, ումն է ցավը, ումն են կռիվները, ումն են տրտունջները, ումն են առանց պատճառի վերքերը, ումն է աչքերի կարմրությունը, գինի մոտ մնացողներին, խառնված գինին փնտրելու գացողներին, մի նայիր գինու կարմրությանը, գավաթի մեջ իր գույնը ցույց տալուն ու շիտակ վազելուն, Ես ինչ լավ ախնվում, հա? Դրանից հետո այն օծի պես կխացնե ու քարբի պես կխայթե, քարբը վայփրնա, գաջուկա, որից հետո քո աչքդ օտար կանանց պիտի նայի և քո սիրտը ծուր բաներ պիտի խոսի և ծովի մեջ պարկողի պես ու կայմի վրա պարկողի պես պիտի լինես, ծովի վրա եղողը ինչպիսի վիճակ ունի, տատանյալ, հա? Եվ պիտի ասես, ինձ ծեծեցին և ցավ չզգացի, ինձ զարկին և բանմը չիմացա, երբ պիտի արդնամ, որպիսի զանիկան նորից փնտրեմ, ես ում վիճակն է ներկայացնում, հարբեցողի, իրական պատկերը մեր առջև է, այսպիսի վիճակ ունի նա, որ
պարբերաբար հարբում է։ Եվ այդ խայթոցը գալիս է ոչ թե խմելու ժամանակ, այլ հարբելուց հետո և դրան հետևող ժամերի ընթացքում։ Հարբել կամ գինովանալ, Աստծո խոսքի մեջ այս բառներ կգտնեք, հարբեցող, drunkard անգլերեն, պիանից ռուսերեն, և խոսքը մեկ անգամ հարբողի մասին չէ, այլ նրանց համար, ովքեր որ պարբերաբար հարբում են, այսինքն դարձել են մոլի։ Սոցիալական սա մեծ չարիք է, հասարակությունը խարխլող մի բան է, որքան որ հարբեցողների քանակը շատանա, այնքան վտանգը մեծանում է։ Ի տարբերություն երկու շաբաթ առաջ մեր խոսած այն նյութի մոլությունների մասին հիշում եք, որ խոսեցինք ծխելը, թաթուներ անելը, խաղամոլ լինելը, որոնց ժամանակ ասեցինք, որ Աստծո խոսքի մեջ ուղղակի դատապարտություն չկա, բայց պատճառահետևանքային կապը, երբ որ քննեցինք, տեսանք, որ Աստված իրապես դատապարտում է այդ բաները և դրանք Աստծո առջև անընդունելի են, անհաճո բաներ են։ Իսկ սրա մասին, հարբեցողության մասին, համարներ որքան ուզեք։ Երբ որ նյութը պատրաստում էի, ստիպված էի իրար նման համարները խմբագրել, որպեսզի կարողանանք մեր քարոզախոսության ժամի մեջ տեղավորվել։ Նախ աշխարհը ինչպես է դիտում հարբեցողության երևույթին։ Բժշկությունը դատապարտում է, առողջական կործանարար հետևանքներ է բերում, հիվանդությունները խորացնում է, ուրեմն բժշկություն դատապարտում է։ Քաղաքակիրթ հասարակությունը ևս դատապարտում է։ Ոմանք էլ կան շատ կրոնավոր, կարող ենք ասել, իներտ վիճակի մեջ են, այսինքն շատ անտարբեր են, կրավորական կեցվածք ունեն հարբեցողության հանդեպ։ Հյուսիսային երկրներում, որտեղ որ շատ ցուրտ է, ավելի շատ մարդիկ են հարբում։ Եվ գիտեք, արդարացումն էլ այդ են բերում, որ ցուրտ է, հետևաբար պիտի շատ խմենք։ Ռուսաստանում, սկանդինավյան երկրներում, Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Հոլանդիա, այս երկրներում հարբեցողությունը շատ տարածված է, մարդիկ շատ են խմում։ Ֆինլանդիայում մի ժամանակ բացարձակ օրենք էր հանված, կոչվում էր Սուխոյ Զակոն, այսինքն անգամ ոգելիչ խմիչքների խանութներ էլ չկար, բայց հնարագտել էին։ Նստում էին բասերը, գնում էին Լենինգրադ, ներկայիս Սանկտ Պետերբուրգ, այնտեղ մի լավ հարբում էին, այնպես որ գետին ընկնելու նման էր, վերջում էլ այս մարդկանց վերցնում էին բասերի մեջ էին գցում, իբրև լաթի կտորներ ու նորից ետ էին գնում։ Բայց Ֆինլանդիայի կառավարությունը տարիներ շարունակ այս բանը ունենալով, այսինքն այս արգելքները, քննեց տեսավ, որ այս մարդիկ միևնույնն է պիտի հարբեն։ Ավելի լավ է, որ հայրենի հողի վրա հարբեն։ Եվ օրենքները մեղմացրեց։ Այդ նույն ձևով մեր օրերում պարսիկները, մուսուլման պարսիկները, գնում են Հայաստան, հանկարծ իրենց կերպար ամբողջությամբ փոխվում է։ Իրենց կրոնը թույլ չի տալիս խմել, Հայաստանում պարարտ հող կա, խմում են, հարբում են, գիշերային ակումբներ են գնում, զվարճանում են մի լավ, հետո վերադառնում են իրենց երկիրը որպես նվիրյալ մուսուլմաններ։ Հարբեցողության պատճառով ընտանիքներ են քանդվում, բաժանություններ են լինում, երեխաները հոգեկան մեծ տրավմա են ստանում։ Երեխաների վրա շատ ազդում է այդ բանը, որովհետև հարևանները ասում են այդ հարբեցողի երեխաները։ Եվ այս խոսքը նրանց ականջին հասնում է։
Եվ այդ հարբեցողի մասին երբեք հարևանները չեն ասում Վալոդը, ասում են այդ արկահոլիկը, այդ հարբեցողը, ամենացածր աշճանի անարգանք, հեղինակազրկում ամբողջությամբ։ Եվ անշուշտ այդպիսի մարդկանց հանդեպ որևէ կերպ հարգանք չկա, անգամ իրենց երեխաները կարող են սիրել իրենց հայրիկին, որպես իրենց հայրը, բայց հարգանք չունեն։ Տանը եւ դրսում հարբեցող մարդիկ անպատիվ են, որը մեկը նրանց կարծիքը հաշվի չի առնում, որտեղ լուրջ մարդ չեն ընդունում նրանց։ Եվ գիտեք, մի տգեղ բառ էլ կա, գործածում են, ասում են ալկաշ են այս մարդիկ։ Հայաստանում ապրած ժամանակ Վանաձորում մեր դիմացի շենքի առաջի հարկում խինկալանոց կար եւ այնտեղ անսահմանափակ գարեջուր էր տրվում։ Ախպեր տղեկը իրար թևանցուկ արած մտնում էին այնտեղ։ Դե Հայաստանում այդպես էր։ Եթե մեկը մեկին թևանցուկ է անում, ասում են լավ ընկերներ են։ Հետո Ամերիկա երբ որ եկանք, իմացանք, որ դա ուրիշ բան է, գալուբոյներին են այդպիսի բան ասում։ Մտնում էին այնտեղ, 1 ժամ հետո հարբած դուրս էին գալիս, իրար գլուխ էին ջարդում։ Եվ ամեն օր այդ ներկայացումները մեր առջև էր տեսնում ենք, երբ որ դրսից ձայներ էր գալիս, գիտենք, որ անպայման կռիվ կա, հարբել են եւ կռվում են։ Մեր ազգի բնորոշ հատկություններից մեկն էլ այն է, որ կանայք մշտապես համբերող են եղել, կանայք կրել են ամեն տեսակի ցավ եւ տարիներ շարունակ համբերել են հարբեցող ամուսիններին։ Վերջին ժամանակների մեջ իրադարձությունները, իրավիճակները բավականին փոխվել են, կանայք իրենց ցասումը կարողանում են արտահայտել։ Անգամ եկել է մի պարագա, որ տնից էլ դուրս կանեն այդ վիճակին։ Ուրեմն իրենց ցասումը արտահայտելու կերպերից մեկն էլ երգի միջոցով արտահայտված այդ ցասումն է, ուրեմն Գուսան Բագրատը գրել է մի երգ բալատ արաղի մասին։ Եվ կինը հետևյալն է ասում. լեղի դառնա քեզ սպանի արաղը, բա ինչ անի քո խեղճ կնիկ շարմաղը։ Եվ այս կարգի երգերով ծաղրվում է իրապես հարբեցողություն։ Ահա որ մի բան է։ Շատ ցածր ինտելեկտի մարդիկ արդարացնում են հարբելը, ասում են, որ դա պատվաբեր է, գիտեք ինչպես, որ ամեն մարդիկ չեն, որ կարող են ամեն օր հարբել։ Սա նշանակում է այդ մարդը ընկերներ ունի, շրջապատ ունի, հյուրասիրում են այդ մարդուն։ Եվ կզարմանաք, ինչպիսի ճղճիմ զրույցներ, իրար մեջ զզվելի է ուղղակի։ 3-4 հոգով 5 շիշ օղի են խմել, լվացք է կարել, ամոթալի է անգամ այդ բաները։ Աստված դատապարտում է հարբեցողությունը, մենք ևս հարբեցողություն, գինեմոլություն, ապինինիա ռուսերեն։ Կարդանք Եսայի 5-րդ գլխից։ Եսայի 5-րդ գլուխ 11-12 համարները։ Վայ նրանց, որ առավոտյան կանուխ կելնեն ու ցքի խմելու ետևից կլնեն։ Ցքին ամենատարբեր կարգի ոգելիչ խմիչքներն են, մեկ բառով արտահայտված։ Եվ իրիկունն էլ կուշանան, միջև որ գինին իրենց գլուխը տաքացնի։ Նրանց խնջուկների մեջ քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի կգտնվի, բայց Տիրոջ ըրացներուն ուշադրություն չեն անում ու նրա ձեռքերի գործերուն չեն նայում։ Նաեւ 14 համարը։ Սրա համար դժողքը ինք իրեն լայնացնում է ու բերանը չափից դուրս բանում է։ Նրա պարծանքն ու բազմությունը եւ աղաղակն ու զվարճությունը նրա մեջ պիտի իշնեն։ Այդ հարբեցողության ժամանակ ամեն զվարճություններ ունի, չէ՞։ Աստված իր համար գոյություն չունի, բայց երբ որ դժոխք իշնի, այն ժամանակ կիմանա ինչ կա։ Կոչ
ուղենք մեր սիրելի հեռուստադիտողներին։ Սիրելի հայրենի, եթե դու հակված ես հարբեցողության, քեզ ասենք հետևյալը, որ քո ապագատ սարսափելի է։ Շատ պարզ ասում ենք քեզ, որ այս ճանապարհով շարժվելով դու դժոխք ես գնում։ Ահա թե ինչ է գրված Կորինթացիներին գրված նամակում, առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 9-10 համարները, չգիտեք թե անիրավները Աստծո արքայությունը պիտի չժառանգեն։ Մի խաբվեք, ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգիցյալները, ոչ արուագետները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ գինեմոլները, ոչ նախատողները եւ ոչ հափշտակողներ Աստծո թագավորությունը չեն ժառանգելու։ Շատ պարզ է։ Կորինթացիներին գրած նամակում Պողոս առաքյալ գրում է նաեւ հետեւյալը. Եվ դուք մի քանիսներդ այդպիսին էիք, բայց լվացվեցիք, սրբվեցիք, արդարացաք Տեր Հիսուսի անունով եւ մեր Աստծո հոգով, այսինքն ամեն բան կորած չէ, հնարավորություն կա, սիրելի հայրենի, այդ քո ճանապարհիցդ պիտի հրաժարվես եւ կտրուկ կյանքիդ ընթացքը պիտի փոխես, պիտի թողնես հարբեցողությունը եւ այդ բանի մեջ քեզ կարող է օգնել միայն Տեր Հիսուս Քրիստոս։ Քեզ այնպես կհանի, որ դու կարող ես նոր մարդ դառնալ, քեզ համար կյանքի նոր էջ կբացվի, կանչի նրա անունը, Հիսուսին քո կյանքիդ մեջ հրավիրի եւ հրաշքը պիտի տեսնես։ Շատ հայտնի հայկական մի կարճամետրաժ ֆիլմ կա, կարծում եմ բոլորդ էլ տեսել եք, 0199, տեսել եք թե չէ։ Գարսևանը հարբելու պատճառով ուր էր ընկել ուղիչ աշխատանքային գաղութ։ Եվ այնտեղ այդ կիզիչ արևի տակ հող էր փորում, ճամփով անցնում էր իր հարևանը եւ ասաց. Գարսևան, լյարդդ ոնց է, լյարդդ։ Այսինքն խմելը առաջնահերթ հարվածում է մարդու լյարդին, կենսական մի օրգան եւ հարբեցողների մեջ լյարդի քաղցկեղը, քանսերը, ռակը, ցիրոզը շատ ամենամեծ տոկոսն է կազմում եւ Անշուշտ Գարսևանը ամոթար վիճակի մեջ էր, ասաց, երբ որ գյուղ գնաս սուս, այսինքն մարդու բան մի ասա։ Գիտեք, կարծիքներ կան, որ ասում են հարբելը կամ հարբեցողությունը այնքան էլ մեծ մեղք չի, որովհետև եթե մեծ լիներ, Աստված տասնաբանյայի մեջ կգրեր։ Այնտեղ գրված է, չէ՞, մի գողացի, շնություն մի արա, մարդ մի սպանի, տեսեք հարբեցողության մասին չկա գրված։ Այնտեղ չկա գրված, Աստծո խոսքի մեջ հարյուրավոր տեղերում կա Աստծո դատապարտությունը հարբեցողների վրա։ Օրինակ, Առակաց 20-րդ գլուխ առաջի համար։ Գինին ծաղրող է ու ցքին, սովորեցինք չէ, ցքին ինչներ։ Մնացած բոլոր խմիչքի տեսակները, ոգելիչ խմիչքները։ Կրվազան, ով որ սրանց անձնատուր լինի, այսինքն հանձնվի, իմաստուն չէ։ Եթե իմաստուն չէ, ինչ է։ Հիմար է, այո, այդպես է։ Իրապես որ ծաղրում է գինին, բայց ինչպես հարբողը ոտքի վրա չի կարող կանգնել։ Մարդկային կերպանակ չի մնում։ Քիչ առաջ կարդացինք, չէ՞, նորից կարդանք այդ համարը։ Առակաց 23-րդ գլուխ եւ 34 համարը։ Եվ ծովի մեջ պարկողի պես ու կայմի վրա պարկողի պես պիտի լինի, խորտակվելու ենթակա, տարու բերվող, այդպիսին է հարբեցողը, ոտքի վրա չի կարողանում կանգնի։ Խոսված խոսքերը անհասկանալի հիմարություններ է դուրս տալիս, սակայն երբ որ հերթը գալիս է հայույելուն, շատ հստակ ձևով արտահայտվում է։ Այսպիսիները Աստծո թագավորությունը չեն մտնելու։ Նմաններին Աստված հրավիրում է ապաշխարության, որպեսզի իրեն չար ճանապարհներից ետ դառնան
Եվ Աստծով իրենց կյանքը դասավորեն, նոր կյանքի ընթացք, փրկության ընթացք։ Անշուշտ պետություններ, կառավարություններ, միջոցներ ձեռնարկում են հարբեցողությամբ դեմ պայքարելու համար, հատուկ ծրագրեր են մշակում, ոմանք ասում են դրանք շատ արդյունավետ են, հարբեցողները ազատվում են այդ բանից։ Գիտեք, ազնապես իմ համոզումս հետևյալն է, կարծում եմ դուք ինձ հետ համաձայն կլինեք, որ եթե Աստված նրանց չհանի այդ բանից, եթե անգամ մեկը հարբեցողեր մի քանի տարիներ չխմեց, դրանից հետո, ինչպես Աստծո խոսքն է ասում, շունը իր փսխածին պիտի դառնա, շատ հնարավոր է, 1, 2, 3 անգամ գործածեց նորից պիտի անցնի այդ ընթացքին, այդ հարբեցողությանը։ Տարեկան որքան ճանապարհատրանսպորտային դեպքեր են տեղի ունենում եւ որքան մարդիկ են մեռնում հարբած վարորդների պատճառով։ Գիտեք, մի քանի տվյալներ ձեզ բերում։ Ուրեմն Միացյալ Նահանգներում 2015 թվականի տվյալներն են սրանք, 10,255 հոգիներ մահացել են, որտև դիմացի մեքենայի վարորդը հարբած է եղել։ 290,000 հոգիներ վիրավորվել են, մանր կամ մեծ վիրավորումներ, անգամ մարդիկ ամիսներ հիվանդանոցներում են անցկացրել։ Հայտնի ֆոտոլրագրող ամենուրեք եղող Գագիկ Շամշյանը, որ Հայաստանում գիտեք, միտեղ մի բան տեղի ունեցավ, այդ մարդը այնտեղ է, ռեպորտաժը պատրաստ է այնտեղից։ Ինքը այդ վարորդներին բնութագրում է, ասում է վայ շոֆերներ, եւ եթե մեկը մահացել է, ասում է, որ դիմացինը լակած էր։ Եվ որքան սպանություններ են կատարվում ոգելիչ խմիչքների ազդեցության տակ։ Մի շարք պարագաներում հարբեցողությանն է վերագրվում նորածինների թերի ծնունդը, ֆիզիկական դեֆորմացիաները, շեղումները։ Սամսոնը երբ որ պիտի ծնվեր, տիրոջ հրեշտակը հայտնվեց Մանուեի կնոջը։ Ով էր Մանուեն? Սամսոնի հայրն էր։ Հետևաբար ում հայտնվեց? Սամսոնի մորը եւ ասաց հետևյալը, դատավորած 13-րդ գլուխ 3-4 համարներ։ Դու որդի պիտի ծնես, զգույշ եղիր, չլինի որ օղի կամ գինի խմես։ Շատ պարզ է, չէ՞։ Որտեւ Աստված գիտի, որ դա պտուղի վրա պիտի ազդի, այդ նորածինը կարող է շեղումներով աշխարհ գալ։ Սոցցանցերում եթե տեսնեք, մանավանդ Ռուսաստանում որքան կա։ Փոքր երեխաների նկարներ են դնում եւ աղերս են անում, օգնեք, տասնյակ հազարավոր դոլարներ, յուրոներ է պետք, որպեսզի այս երեխային բժշկենք։ Ինչի համար? Որովհետև անպատասխանատու մայրը հղիության ամբողջ ընթացքում պարբերաբար ոգելիչ խմիչք է գործածել։ Այդ վիճակի մեջ ընկնում են, հետո նոր լացում են, որ օգնեք մեր երեխային փրկելու համար։ Մարդիկ ոչ միայն զուտ խմում են հարբելու համար։ Եվ սա սարսափելի մի բան է։ Եվ այդպիսին են, որ ասենք Աստծուն չեն ճանաչում, Աստծո առջև որևէ կերպ իրենք պատասխանատվություն չեն զգում, գոնե այդ հայտնի երգին հետևեցեք, որ մեկը լավ է, երկուսը բավ է, երեքը ինչ է, երեքը ցավ է, մի արեք այդ բանը, դուք ձեզ եք վնասում, ձեր ընտանիքին եք վնասում։ Ամեն մարդ կրում է պատասխանատվությունը եւ հետևանքը իր արարքների։ Հենց այդպես էլ ապրում են իրենց սիրած քաղաքում, չէ՞։ Ծանոթ ֆրազ է։ Դա լավ է, որ այդպես էլ ապրեն, բայց հենց այդպես եթե հարբում են իրենց սիրած քաղաքում, դա վատ է։ Քրիստոնեական եկեղեցիները ինչ կեցվածք ունեն հարբեցողության հանդեպ։
Այն եկեղեցին, որ չի դատապարտում հարբեցողությունը, նշանակում է, ընդունում է, չէ, եւ դա էլ նշանակում է, որ դա եկեղեցի չէ, այլ քլաբ է, ակումբ է։ Սա չարիք է եւ կարող է մեծ գայթակղությունների պատճառ լինել։ Որոշակիորեն ուսումնասիրեցի եկեղեցիների կեցվածքը հարբեցողության նկատմամբ եւ այն եկեղեցիները, ովքեր որ դատապարտում են, նաեւ քննեցի տեսնեմ, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն ընդհանրապես խմելու հանդեպ։ Խոսքը հարբելու մասին չէ, ոգելից խմիչք գործածելու, գինի խմելու հանդեպ։ Երկու հակադիր բևեռների հանդիպեցի։ Մեկը շատ խստակրոն, այսինքն սկզբունքները հետևյալն է, անգամ եթե մեկը պիտի իրենց եկեղեցուն անդամակցի, տասնյակ թղթեր են տալիս, որ պիտի ստորագրի, այս չպիտի անես, այս պիտի անես, այս չպիտի անես, եթե այնպես պատահի, որ հայտնաբերենք, որ դու գինի ես խմել, անգամ մեկ գավաթ, դու եկեղեցուց դուրս պիտի դրվես։ Այդ կարգի ծայրահեղություն կա, մյուսը խիստ լիբերալ, ազատական, եկեղեցու պաշտամունքից հետո, եկեղեցու տարածքում թենթ են դնում վրան եւ կոչվում է բիր թենթ։ Այդ թենթի տակ, այսինքն վրանի տակ, տարբեր տեսակի գարեջուրներ։ Պաշտամունք արեցինք, հիմա էլ ֆելոշիփ ունենանք, լավ ժամանակ ունենանք, գարեջուր միասին խմենք։ Բայց չէ որ ձեր շրջակայքում երեխաներ կա, դուք ինչ օրինակ պիտի լինեք։ Իդեպ ոչ մեկը չգա այդ եկեղեցու հասցեն ինձանից չուզի։ Չպիտի տամ։ Ուրեմն առաջին տեսակը, սրանք խստակրոններն են, եւ գիտեք, եթե ասում ենք խստակրոն, դա ոչ թե խստություն է Աստծո հանդեպ երկյուղ ունենալու խստություն, այլ մարդկային օրենքներ, օրինակ 70 կետերից բաղկացած մարդկային պատվիրաններ, հրամանի կարգով, եւ դրանցից որ քննենք միայն մի քանիսն է, որ սուրբ գրային հիմք ունի, մնացածները բոլորը մարդկային է։ Այս անես, այս չանես եւ հիմնականում քույրերին ճզմում են, զրկելով անգամ իգական սերը ներկայացնող ամենատարական արտաքին խնամքից։ Խոսքը ընդհանրապես չի գնում պչնանքի կամ վուլգար շպարվելու մասին, սովորական հասարակության մեջ ներկայանալի ձևով գտնվելու համար։ Ինչ է նշանակում իրավունք չունես մազերդ կտրելու, լավ ինչ չափ, միջև գետին հասնի, որտեղ է գրված, երկար մազերը կնոջ փակն է, բայց որքան երկար, եւ դա էլ տիրապետում են իրենց վրա, իրավունք չունես կտրելու, դեռ մնացած բաների մասին չխոսենք, գինուր բաժակը վերցրեցիր, մեղք գործեցիր, դու այլևս հավատացյալ չես եւ այլն եւ այլն։ Այդ ճզմելներ, այդ խստակրոնություններ, որ մյուս ծայրահեղության բերեց եւ մեջտեղ դուրս եկավ խորեզմատյան։ Գիտեք, զսպանակը, երբ որ սկսում է սեղմել, քանի դեռ տեղ ունի սեղմվում է։ Բայց գալիս է մի պահի, որ այլևս չի սեղմվում, ինչ պիտի լինի։ Պիտի հակադարձի, այդպես էլ տեղի ունեցավ։ Խստակրոնությունը, որ քրիստոնեական ազատությունը արգելում է, ի վերջո բերում է այն վիճակին, որ նրանք մի կերպով պիտի հակադարձեն, եւ հակադարձությունը հակառակ բևեռն է տալում, ավելի շատ հակված են լիբերալիզմի, ազատակամության եւ շատ հաճախ նաեւ Աստծո պատվիրանները ոտնատակ անելու։ Ուրեմն, երբ որ Քրիստոսով ունեցած ազատության վրա կատարյալ բռնություն կա, դրա հակադարձումը կա եւ արդյունքները լավ չեն։ Ինչ է նշանակում հաղորդություն խաղողի հյութով։
Սա մարդկային է, չէ՞։ Սուրբ գրային է, միթե Հիսուս իր աշակերտներին խաղողի հյութ տվեց։ Երբ հարցում արեցի իրենցից ոմանցին, պատասխանատուներին, ասեցին, գիտեք, զգուշավորություն է, սա պրոֆիլակտիկա է, որպիսի խմելու առիթ չտրվի։ Ուրեմն այդ մատնոցով գինին, որ հաղորդության ժամանակ տալիս ենք, որի մեջ մոտարապես 5 գրամ և թերևս ավելի պակաս գինի է, դա առիթ է տալիս խմելու, գինին համտեսել կամ մի գավաթ գինի խմելը մեղք է, հարցում ձեզ, եկեք մի քանի համարներ կարդանք, Սաղմոս 104, 13-ից 15 համարները, Աստված իր վերնատներից լեռները կջրե, քո գործերուդ պտուղից երկիրը կկշտանա, նա անասունների համար խոտ կբուսցնե ու մարդու ծառայության համար բույս, որպիսի կերակուր հանե երկրեն և գինի, որ կուրախացնե մարդու սիրտը, և յուղ, որ անոր երեսը կփայլեցնե, և հաց, որ կհաստատե մարդու սիրտը։ Ուրեմն գինին մնացած բոլոր բարիքների կողքը դրվեց հավասարաչափ, հացի, յուղի, մսի և այլն։ Հաջորդ մեկ համարը, Եսայի 55-րդ գլուխ, առաջի երկու համարներն է, ով ծարավացներ ջրերին եկեք և ստակ չունեցողներ եկեք ծախու առեք ու կերեք, եկեք առանց ստակի ու ձրի գինի և կաթ ծախու առեք, անշուշտ սա նաև մարգարեական խոսք է Քրիստոսի վերաբերյալ, բայց ուղղակին էլ կա, չէ՞ դրա։ Ինչու ձեր ստակը կվատնեք ոչ թե հացի համար և ձեր վաստակը այնպիսի բաների համար, որ չի կշտացնում, ուշադրությամբ ինձի մտի կրեք, որպիսի բարիքներ ուտեք ու և ձեր հոգին պարարտությամբ զվարճանա։ Անշուշտ ցանկացած մեկը հանցավոր պիտի նկատվի, եթե փորձի այս համարների մեջ հարբեցողության գովք տեսնել։ Ամովս 9-րդ գլուխ, 14 համարը, իմ ժողովուրդս Իսրայելը գերությունից պիտի դարձնեմ, նրանք ավերված քաղաքները պիտի շենցնեն և անոնց մեջ պիտի բնակին, և այգիներ պիտի տնկեն, և նրա գինուց պիտի խմեն, և պարտեզներ պիտի շինեն, և անոնց պտուղները պիտի ուտեն, և զանոնք իրենց երկրի վրա պիտի հաստատեմ, և անգամն ալ պիտի չխլվին իրենց երկրեն, որ իրենց պիտի տրվի կսե Տեր Աստվածը։ Աստված նաև պատվիրեց, որ երբ որ տաճար պիտի գաք, պիտի բերեք հետևյալը, ցորեն, յուղ, ոչխար, բուրդ, նաև գինի, երկրորդ օրինաց 18-4-ը։ Նմանատիպ համարներ, որքան ուզեք։ Հետաքրքիր է մեր Տերը իր երկրավոր առաքելության ժամանակ գինի խմեց թե ոչ։ Հա? Վախենում եք ասեք։ Այո։ Տեր Հիսուսի առաջին հրաշքը երբ արև եւ որտեղ։ Կանա քաղաքում էր, այնտեղ էլ հարսանիք կար։ Գինին վերջացավ։ Մայրը եկավ եւ խնդրեց, ասաց, որ գինին վերջացել է եւ վստահ էր, որ իր որդին կարող մեկն է այդ հրաշքը անելու եւ Տեր Հիսուս ջուրը ամենաբարձրակարգ գինու փոխեց։ Խմեցին այդ գինին թե չէ։ Հիսուս ինքը պատճառ դարձավ հարբեցողության։ Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր արարքների համար։ Եթե մեկը հարբում է, Աստված դրա մեղավորը չէ։ Մարդը գիտակից էակ է, ինքն է որոշում այդ ամեն բաները։ Կամավոր մեղք գործել, ուզում է մարդը հարբի։ Մատթեոս 26-րդ գլուխ եւ 29 համարում կարդում ենք. Տեր Հիսուս վերջին ընթրիքի ժամանակ հետևյալ ասաց. Սրանից հետո որդի բերքից, այսինքն որդնատունկի խաղողի բերքից այլևս պիտի չխմեմ։ Հյութի մասն է խոսքը, ոչ գինու մասին է։
Ուրեմն խմում էր, չէ, որ ասում է այլևս չպիտի խմեմ, միջև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ իմ հորս թագավորության մեջ։ Երկնային կոչունքի ժամանակ գինի պիտի լինի, թե ոչ։ Հազարամյա թագավորության ժամանակ պիտի լինի, թե ոչ։ Հավիտենականության մեջ պիտի լինի, թե ոչ։ Հոր թագավորությունն է, այո, պիտի լինի։ Այլևս պիտի չխմեմ, սա նշանակում է Հիսուս ասում է դադարացնում եմ, միջև այդ խմում էի, բայց հերիք է։ Դադարացնում եմ։ Ինչու այդպես ասաց, որովհետև հաջորդ քայլը պիտի լիներ իր ձերբակալությունը։ Պիտի ձերբակալեին, որից հետո պիտի խաչեին։ Գիտեք, հակառակողները միշտ էլ փորձում են արդարացուցիչ մի բան գտնել, որպեսզի հակադարձեն։ Ասում են խմածը խաղողի հյութ էր։ Եկեք եզրակացությունը կատարենք հետևյալ համարները կարդալով։ Մատթեոս 11-րդ գլուխ 18-19 համարները։ Որովհետև Հովհաննեսը եկավ, որ Հովհաննեսն է, Հովհաննես Մկրտիչը, ոչ կուտեր, ոչ կխմեր և կսեին, դև կա նրա ներսիդին, որդին մարդո եկավ, կուտե և կխմե, խմել ինչ էր, հյութ, ջուր, և կսեն ահա ուտող և հարբեցող մեկը, մաքսավորների և մեղավորների բարեկամը, իմաստությունը արդարացավ իր որդիներեն, այսինքն հոգին որդիներին պիտի հայտնի այս գրությունների ճշմարտությունը։ Հիսուս չմերժեց նրանց ասածը, որ կուտի և կխմի, չասավ զրպարտում են ինձ այդ բանի համար։ Որովհետև այո, նրանց հետ հավասար սեղաներ նստած և այդ գինիից էլ ինքն էլ ճաշակեց, ինքն էլ խմեց։ Պողոս առաքյալ Տիմոթեոսին առաջին նամակը, որ գրեց, 5-րդ գլխի 23 համարում հետևյալն է գրում. Սրանից հետո միայն ջուր չխմես, հապա մի քիչ էլ գինի, որոշ թարգմանությունների մեջ գրված է խառնի, բայց բնագիրի գինի է, ստամոքսիտ ու հաճախակի հիվանդությունների համար։ Հիմա այս համարից հետևացնենք, որ այդ գինի խմելը միայն հիվանդության համար է, բժշկարար նպատակով է, եթե այդպես էր Պողոս առաքյալ կասեր դաղձը խաշի, ջուրը խմի, ստամոքսին շատ օգտակար է, ասաց մի քիչ էլ գինի գործածի։ Ֆինլանդիայում սուխոյ զակոն էր, այսինքն չոր արգելքը դրված էր և հետո փոխեցին։ Աստված այս կապակցությամբ որևէ օրենք չի դնում, բայց գիտակցական մոտեցում է ուզում։ Անշուշտ մենք Աստծո խոսքի համարներով ապացուցեցինք, որ հարբեցողությունը մեղք է։ Նրանք, ովքեր որ հարբում են, մեղքի մեջ են ընկնում։ Եվ հետևանքները, ահա որ հետևանքներ։ Սոցիալական չարիք, թե իրենց ընտանիքին, թե հասարակությանը։ Մենք այս հարցի մեջ խիստ կոնսերվատիվ ենք, այսինքն պահպանողական ենք, մենք էլ ենք դատապարտում հարբեցողությունը, սակայն քրիստոնեական ազատությունը չենք կաշկանդում, որ ասենք, եթե դու գինու բաժակին մոտեցար և մի բաժակ խմեցիր, վերջացավ, դու հավատացյալ չես, դժոխք ես գնում և այլն։ Մեկ գավաթ գինի խմելու և հարբեցողության մեջ հսկայական տարբերություն կա։ Այո, եթե դու գոհությամբ մեկ գավաթ գինի խմում ես, ասենք սապերավի կամ կինձմարաուլի, մեկ գավաթ խմեցիր, դա քեզ ոչինչ չի անում, չէ՞։ Դու ազատ ես այդ բանին, բայց հարբելու մեջ շատ մեծ տարբերություն կա։ Դատապարտելի է։ Բայց եկեք մի քանի նրբություններ քննենք, որ կարևոր է։ Մարդ կա մեկ գավաթ խմելուց հետո հարբում է, կա թե չէ։ Հետևաբար այդպիսիները միջև իրենց կյանքի վերջ չպիտի խմեն, որպեսզի մեղքի մեջ չընկնեն։ Նաև խիստ զգույշ լինենք ուրիշներին գայթակղություն չպատճառելու։ Հռոմեացիներին գրած նամակում Պողոս առաքյալը գրում է Հռոմեացիս 14-րդ գլուխ և
21 համարն է։ Աղեկ է միս չուտել ու գինի չխմել եւ որևէ բան չնել, որով քու եղբորդ կարող ես գայթակղնել կամ նրա ընկնելու պատճառ լինել։ Եվ Պողոս Կորինթացիների մեջ էր գրեց. եթե իմ միս ուտելը եղբորս պիտի գայթակղի, հավիտյան միս չեմ ուտի։ Պիտի ասես միս ուտելու մեջ ինչ կա, չէ՞։ Սակայն այն ժամանակ կուրքերի զոհերին էին անում եւ այդ մսից ուտում էին եւ նորահավատ մեկը կարող էր գայթակղվել։ Պողոս ասում է հավիտյան չեմ ուտի։ Այո, եթե դու մի բաժակ գինին պիտի վերցնես խմելու, բայց եղբայրդ պիտի գայթակղվի, դու մեղք ես գործում։ Դու պատճառ ես լինում նրա ընկնելուն։ Գիտեք, անհավատ աշխարհը մեզ լուսարձակի տակ է պահում։ Շատ լավ էլ նայում են մեր կենցաղին, մեր վարքին, այնպես որ մենք պետք է որ լավագույն ձևով ներկայանանք մարդկանց եւ որևէ գայթակղության պատճառ չպիտի լինենք։ Գիտեք, ինչպես որ ձվի մեջ մազ են ման գալիս, հավատացյալների վրա էլ մեղք են ման գալիս, այսինքն մազ գտնեն, մեղք գտնեն, թեև իրենք փրչոտ են, այսինքն մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած են, մեր վրա են ուզում մեղք գտնեն։ Դրա առիթներ չտանք սիրելներ, զերծ պահենք մեզ, զերծ պահենք։ Քեզ արգելված չէ մեկ գավաթ գինի խմելը, բայց դա քեզ համար կանաչ լույս չի վառում, որ դա դարձնես սովորություն, որ դա դարձնես քո կենցաղդ, որ ամեն հացի նստելուց անպայման պարտադիր ձևով մեկ գավաթ պիտի խմես։ Մի փնտրի դա։ Եթե անհրաժեշտությունը եկավ, մի շատ սիրելի մեկի առիթը եկավ եւ մեկ գավաթ գինի ճաշակեցիր, դա օքեյ է։ Սակայն մի փնտրի, քեզ համար դա թող չդառնա կյանքի ընթացք, սովորություն։ Ինչ անհրաժեշտություն կա դրա։ Բոլորովին չկա։ Եվ այս քարոզախոսության նպատակը որևէ ձևով գինի խմել, անգամ մեկ գինի խմելը արդարացնել չէ։ Հասկանանք։ Հարբեցողությունը դատապարտելի է, եւ նաեւ եթե այդ մեկ գավաթ գինին ուրիշներին գայթակղության պատճառ պիտի դառնա, դա էլ սխալ է, մի արա։ Որտեւ դեպի ներս կարող է շատ ավելի օգտակար, անհամեմատելի օգտակար բանել ընդունել, քան դե գինին։ Այո, մեկ գավաթ գինին կարող է որպես առողջություն պատճառող օգտակար լինել, սակայն կարդանք թե ինչ է ասում Եփեսացիս 5-րդ գլուխ եւ 18 համարը։ Մի գինովնակ գինիով, որի մեջ անառակություն կա, հապա Սուրբ Հոգով լեցվեք, պատվիրան, առաջտահերթ սրան մենք հետևենք։ Ինչպես լեցվենք, մեկ ամբողջ քարոզախոսություն ունեցանք, ինչպես Սուրբ Հոգիով լեցվեր, որի մեջ մանրամասնությամբ Աստծո խոսքի համաներով բերեցինք։ Մեկ-երկու խոսքով։ Այո, Սուրբ Հոգով լեցվել նշանակում է խոսքով լեցվել։ Եվ այդ խոսքը գալիս է կարդալուց, լսելուց, Սուրբ Հոգով օդից չենք լեցվում։ Ոչ էլ աղոթ կանենք, որ Տեր Աստված լեցրու։ Որտեղից պիտի լեցնի օդից։ Արդեն Տերը տվեց այն ինչ որ մեզ պետք է։ Մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով ընդունենք այս խոսքը ամեն օր, որպես մեր հոգիների կերակուրը լեցվենք այս խոսքով։ Մի բավականացի մեկ անգամ քարոզ լսելուց, մշտապես լսի, ամեն օր քեզ համար սովորություն դարձերա կարդալու Աստծո խոսքը։ Ժամանակ չունես, հա ամեն բանի ժամանակ կա, բա Աստծո համար։ Գոնե կես ժամ, աշկերը վատ են, տեսողություն չունես, լսի, միջոցներ շատ կա, այնպես որ լեցվենք Աստծո խոսքով։ Իսկ մեր քրիստոնեական ազատությունը թող որևէ մեկը չկաշկանդի, եւ երբեք էլ մեր վրա մարդահանար օրենքներ թող չշարվեն։ Մենք
այդ ազատությունը ունենք, սակայն լավ պիտի գիտակցենք, որ այդ ազատությունը մեր մարմնի ցանկություններին չպիտի ծառայի, այլ որպիսի Աստծուն եւ մարդոնց կարողանանք ծառայել Աստծո փառքի համար։ Ուրեմն մենք այսօրվա պատգամից ինչ հասկացանք։ Երկու կարևոր բաներ, որ Աստված դատապարտում է հարբեցողությունը, մենք եւս դատապարտում ենք։ Որպես մարդու պատկերը, իմիջը աղավաղող մի բան, կորստյան տանող մի բան։ Եվ նաեւ հասկացանք, որ խստակրոն ընթացքը հավատացյալներին մշտապես պահում է վախի մեջ։ Քրիստոսով մենք այդ վախի ազդեցությունից ազատագրված ենք։ Այնպես որ որևէ մեկը մեզ թող իրենց դրած օրենքներով չխաբի կամ չուզի մեզ համոզել, այլ մենք հաստատված ենք Աստծո խոսքի վրա, ինչ որ Տիրոջ խոսքը ասում է։ Ուրեմն Տերը մեզ թող իմաստություն տա, որպեսզի մենք իմաստուն կերպով վարվենք ամեն պարագաների մեջ, հանրության մեջ ենք, որտեղ որ գտնվում ենք, որևէ մեկին գայթակղության պատճառ չլինենք, այլ Տիրոջը փառք բերենք ամեն պարագաների մեջ։ Եվ նաև ամենավերջում ապաշխարության կոչ բոլորին մասնավորաբար, քանի որ նյութը դրա մասին է, նրանց ովքեր որ հարբեցողության մեջ են։ Ոմանք ուզում են ազատագրվեն, չեն կարողանում, մոլություն է սա իրենց համար, ոմանք էլ սիրում են, ասենք, որ դա կորստական ճանապարհ է, եւ ինչպես կարդացինք, այն դեպի դժոխք է տանում, մեկ կտոր, ուղիղ գծով։ Բայց հնարավորությունը կա։ Հիսուս փրկիչ է, որ քեզ ազատի նաև այս մոլությունից եւ կարող է քո բոլոր մեղքերը ջնջել։ Այնպես որ Տեր Հիսուսին կանչի, որպես Տեր եւ փրկիչ նրան ընդունի եւ խոստովանի քո մեղքերդ եւ Աստված հավատարիմ եւ արդար է, քո բոլոր մեղքերից թողություն պիտի տա եւ քեզ հավիտենական կյանք պիտի շնորհի։ Տեր օրհնի քեզ եւ ձեզ բոլորիդ ու իր խոսքը ամեն։ Զառավաճքերով Հիսուսին նայինք Հիսուսին, իր սրտեն գնաց աղբյուր գհոսքի, Կագնատա Հիսուսին նայինք Հիսուսին, մարդու սիրտն առած անոր գմսի, Փառքիր սուրբ անվան Հիսուսին նայինք Հիսուսին, մեզ փրկեց հարցան որդիներ լույսի, նայինք Հիսուսին,
ծարավ աչքերով Հիսուսի նայինք Հիսուսի նայինք Հիսուսի իր սրտեն կենաց աղբիր գհոսի նայինք Հիսուսի նայինք Հիսուսի իր սրտեն կենաց